Իրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Կառուցապատողների կասկածելի վարքագիծն ու պետությանը գցելու փորձված սխեման, ինչու է սեփականության վկայական ձեռք բերելը հաջողություն համարվում եւ ինչպես են սնանկ ճանաչվելով խուսափում միլիարդավոր դրամների պարտավորություններից։ Մարդկանց զրկում է իրենց նպատակների։ Մեր խնդիրները շատ վաղուց է գալիս։ Խնդիրը գնալով ավելի է բարթանում։ Սնանկության process-ը իրականացվել է միտումնավոր։ Արտա է կառուցապատողի նախկա։ Բանկը ոչ բոլորի գրավն է պատրաստ ազոտի։ Ինքը փորձում է անօրինական գործարքներ կնքել։ Այստեղ 1 կամ 2 հոգու չեն խաբում։ Ընդհանրապես մենք ուզում ենք մեր բնակարանը։ Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիրը հացականի տակ կամ սեփական մեղքը ուրիշի վրա բարթելու արատավոր պրակտիկան, որն է գյուղատնտեսական ծրագրերը դադարեցնելու իրական նպատակը եւ արդյոք սպառնալիք չէ ազգային անվտանգությանը։ Լավ արդյունքներ չեն ապահովել։ Պետք է խելացի կառուցած լինեն։ Ամեն ինչ պետք է ունենա իր ժամը, իր ձևը։ Մսակրության բարդացման համար կարևոր է նաև հաճելի երաժշտությունը։ Ես ուղղակի տանջանք եմ կրել։ Չի կազմակերպում ճիշտ ձևով։ Քեմբրիջի համալսարանի հետազոտության տագնապալի տվյալները կամ մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը, առողջությանը ուղիղ սպառնալիք, թթվածնաքաղցի եւ հազինոպաների հաճախակյացող դեպքերն ու քաղաքային մտածողության կաթվածը։ Այս ծառերի դեպքում կացինն աշխատել է։ Եթե ծառը կանաչ է, այդ կանաչ ծառը մենք չենք վնասում։ 100 ծառը անհնար է մի օրում կդրել։ Ահագին ծառեր են հատվել։ Դու չգիտես ծառն առողջ է թե չէ, մի ուղև խոսը։ Երևանում մենք ունենք 4%, ինչը շատ վտանգավոր է։ Մաշտոցի պողոտայում հնչած կրակոցների հետքերով կամ մասնավոր գույքի ոչնչացման հեղինակը, արդյոք ողբերգության պատճառը վարորդի հարբածությունն էր եւ ինչպես է այրվող մեքենայից դուրս բերել ուղևորին։ Տեղելի մահ դեպք է եղել։ Որին եկավ գնաց։ Իսկ մի հատ սրտի դեպք։ Նամբատողը փոխվել շպրտվել։ Ինչով դու։ Արդ դուք եկել եք։ Դարն ապրած։ Առանց մոր մնացած երեխաների հուզիչ պատմությունն ու տասնյակ մարդկանց արձագանքը, մեծ ու փոքր աջակցությունը փրկության բարձիկ կամ ինչու ընտանիքի հայրը օգնությունը չի համարում պարզապես նյութական օգուտ։ Բարին գիտեքով անթնստենք հացուտենք։ Որոշեցինք ձեզ նվիրել մահճակալ։ Տոնիկում չունի այդ հնարավորությունը, որ մի կոյկա է, տենց ամոթ բան է ձեզ կսարքա։ Դրանով ավելի արագ կրն երեխեք շուտելիքը։ Երախոսի համար շատ շնորհակալություն։ Ճիշտ ասած չէի պատկերացնում, որ այս կարգի պետք է լիներ։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։